գործարքի եւ իրականության։ Հիմա այս պահին, դեռ այս պահին մեր անվտանգությունը ապահովում է նորից այդ օգոստոսի 1-ի փաստաթղթով, ուղղակի այն մասով, որը կա, որ Ադրբեջանը հասկանում է, որ այստեղ եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց շահերով եւ հարձակվել Հայաստանի վրա չի կարելի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօրվա դրությամբ աշխարհում ամենաուժեղ երկիրն է։ Եվ Դոնալդ Թրամփը ամենաուժեղ մարդն է, այս հիմա Ալիևի տրամաբանությամբ են փորձում։ Ալիևը այդպեսինն է։ Առաջ Պուտինն էր ուժեղ, Պուտինից ավելի շատ էր վախենում, քան Թրամփից, դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Հիմա Թրամփն է։ Բայց դա չի նշանակում, որ դա հավերժ է տևելու թրիպի, կներեք, օգոստոսի 8-ի այդ ազդեցությունը։ Դրա համար մենք պետք է օգտվելով առաջին կետից, տնտեսական հնարավորությունից այդ ազդեցությունը ուժեղացնենք եւ տնտեսության միջոցով, տնտեսական պրոյեկտների, նախագծերի միջոցով մեր անվտանգությունը ապահովենք, այսինքն կառուցենք ոչ թե աշխարհաքաղաքական հարթությունը, այլ աշխարհատնտեսական։ Սա ֆորմուլա է, որը աշխատում է 21-րդ դարում, ինչպես մենք տեսնում ենք։ Ես նորից բերեմ Իրանի օրինակը, բերեմ Թայվանի օրինակը։ Ինչու՞ Չինաստանը միջև այսօր չի հարձակվել Թայվանի վրա, որովհետև այնքան երկրների ոտք է տրորելու այդ հարձակումով։ Խնդիրը սա է։ Թրիպը ասել եմ նորից այն, ինչ ասել եմ 1 տարի առաջ։ Կարծիքը չի փոխվել։ Թրիպը լավ կյանքից չէ։ Մեր լավ կյանքից չէ։ 74% ամերիկյան մասնաբաժինը մեր լավ կյանքից չէ։ Մենք ստիպված ենք գնացել այդ քայլի։ Ստիպված ենք գնացել, որովհետև եթե չլիներ թրիպը եւ 74%-ը, մենք այդ 26%-ը ընդհանրապես չէինք ունենա։ Հարցը դրված էր այդպես։ Ռուսաստանը մեզ առաջարկում էր 0%, որպես 20 թվականի 44-օրյա պատերազմի արդյունք։ Ադրբեջանը մեզ առաջարկում էր 0%, սպառնալով հարձակվել Հայաստանի վրա։ Եթե մենք այստեղ չբերեինք ամերիկացիներին, ամերիկյան դրոշը չհաստատվեր Հայաստանի Հանրապետությունում, դա կլիներ 0%։ Դրա համար եմ ես ասում, լավ կյանքից չէ։ Բայց ունենք ինչ ունենք, ավելի լավ տարբերակ այս պահին չունենք եւ չէինք կարող ունենալ 20 թվականից հետո։ Մինչև 20 թվականը կարող ենք։ Իսկ եթե երկու ծրագրերն էլ մերժեին, պարոն Ստեփանյան, որովհետև այդպիսի կարծիքի կողմնակիցներ էլ կան, նման կարծիք արտահայտողներ էլ կան, ոչ ընդունելի համարեինք նոյեմբերի 9-րդ կետը, ոչ էլ օգոստոսի 8-ը, որովհետև երկու դեպքում էլ մեր ինքնիշխանությունը մի դեպքում ամբողջությամբ էր սահմանափակվելու, մյուս դեպքում ձեր ասած 24%-ով է։ Կներեք արտահայտության համար կարող է գրեհի քնչել, լավագույն դեպքում սահմանում շարունակելու են զոհեր ունենալ, այսինքն անընդհատ կրակոցներ, մարդիկ էին մահանալու, տնտեսական շրջափակումը շատ ավելի կոշտ կլիներ Ադրբեջանի կողմից, այն հարաբերությունները, որոնք այսօր կան չէին լինի, հեռանկարներ ընդհանրապես չէին լինի, հեռանկարներ չէին լինի խաղաղության։ Իսկ վատագույն դեպքում, ես չգիտեմ, որևէ բան չի կարելի բացառել, շատ հնարավոր էր, որ ձևավորվում էր կոնսենսուս, այն կոնսենսուսը, որը ձևավորվեց ցավոք Լեռնային Ղարաբաղի Արցախի շուրջ, եւ Սյունիքի մարզը ենթարկվում էր սեցեսիայի։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Եվրամիության համաձայնության պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Սա չի կարելի բացառել։ Ես նորից եմ ասում, քաղաքականությունում ամեն ինչ հնարավոր է։ Սա ամենավատագույն, ամենավատ սցենարն է, բայց մենք 21, 22 եւ 23 թվականներին գտնվում էինք այն վիճակում, որ մենք դա չէինք բացառում Հայաստանի ներսում։ Եկեք վերադառնանք այդ տարիները եւ այնտեղից մի հատ իրար վիճակին, դիտարկենք։ Այս փաստաթղթի միջոցով, Ամերիկայի հետ հարաբերությունների միջոցով մենք կարողացանք հասնել դրան, որ հիմա այդ պահին այդ մասին, այդ հեռանկարի մասին խոսում ենք անցյալում։ Բայց ինչ կլիներ, եթե մենք մերժեինք ամերիկացիներին։ Մերժելով Ռուսաստանին, մերժեինք ամերիկացիներին։ Մենք այդ հնարավորությունը չունենք։ Մեր հույսը մնում էր Իրանը։ Իրանն էլ այս հարվածներից հետո որքանով կարող էր ապահովել, այդ անվտանգությունը եւ թույլ չտալ, որպեսզի այդ նախագիծը իրականանար։ Ես չգիտեմ, ռիսկերը շատ մեծ էին։ Ես անձամբ այդ վատագույն սցենարներից կընտրեի այն, ինչ տեղի ունեցավ թրիպը։ Նաև հաշվի առնելով, նորից վերադառնանք առաջի կետին, որ դա մեզ տալիս է տնտեսական զարգացման լուրջ հնարավորություններ եւ հեռանկարներ, իսկ դա ամենակարևորն է այս պահին Հայաստանի համար։ Եվ ռազմավարական առումով, եւ աշխարհաքաղաքական առումով, եւ հեռանկարների առումով, եւ սա, տեսեք, Ադրբեջանին չի անհանգստացնում մեր զինվելը։
Իրենց դա չի անհանգստացնում։ Իրենց անհանգստացնում է այս նախագծերը, որոնք հիմա Հայաստանում իրականանում են։ Որտեղ իրենք շատ լավ հասկանում են, որ տարիների ընթացքում դա կարող է բերել լուրջ տեխնոլոգիական խզման մեր եւ Ադրբեջանի միջև, տնտեսական խզման։ Իսկ եթե մեր տնտեսությունները հավասարվեն իրար, հաշվի առնելով մասշտաբների տարբերությունը, Ադրբեջանի համար սա նշանակել է, որ նրանք երջնականապես պետք է պատերազմական սցենարի հույսը կտրեն։ Ես գիտեմ, որ մինչև այսօր նրանք չեն կտրել։ Նրանք սպասում են։ Այո, իհարկե, նրանք սպասում են ինչ-որ փոփոխությունների, բայց եթե սա իրականացավ, այս տեխնիկական վերազինումը, այս նախագծերը, Հայաստանի տեխնոլոգիական արդիականացումը, տարբեր երկրների շահերը այստեղ լինեն, իրենք պետք է ուղղակի մոռանան այդ մասին։ Եվ ավելի մեծ ասեմ ձեզ, ավելի մասշտաբային։ Թուրքական վտանգը Հայաստանի վրա շարունակում է կախված մնալ այս պահին։ Ես երբեք չեմ եղել այն մարդկանցից, այն փորձագետներից, որոնք դրան հողետեսորեն էին վերաբերվում։ Ես հասկանում եմ, որ դա կա, պլաններում դա կա։ Հիմա չեն կարողանում ուղղակի։ Հիմա եթե մենք գնանք այդ ճանապարհով, մենք դրանով իրականապես կզրոյացնենք այդ վտանգը, իրական կլինի դա։ Եվ իրենք նույնիսկ այդ մասին չեն էլ մտածելու։ Նոր խորհրդարանի աշխատանքին վերադառնալով պարոն Ստեփանյան ընդդիմադիր պատգամավորներից մեկին էի լսում, ասում է խայտարակություն է, երբ օտար երկու պետություններ մեզ ստիպում են հանրաքվե անցկացնել, մեկը Ադրբեջանն է սահմանադրական փոփոխությունների մասով, մյուսը Եվրամիություն, ԵԱՏՄ ընտրության մասով, իսկապես սա այս իշխանության բարած անարդյունավետ քաղաքականության արդյունք չէ, որ կարողանում են երկու օտարերկրյա պետություններ մեզ ինչ-որ բաներ թելադրել։ Ես կառաջարկեմ ձեզ քննարկել այս թեման այն ժամանակ, երբ մենք կանցկացնենք այդ հանրաքվեները։ Սահմանադրականը եւ ԵԱՏՄ ԵՄ-ի մասով։ Միջև դա չկա։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս նարատիվը կեղծ է, այս քննարկումները կեղծ են այդ թեմաների շուրջ, որովհետեւ այդ թեմաները իրականում գոյություն չունեն այս պահին։ Դե ասում են, բայց ինչ պետք է թող ասեն։ Հիմա որ Հաջիև ասում է, որ Հայաստանում պետք է հանրաքվե լինի, դա նշանակում է, որ այդ հանրաքվեն լինելու է, ով է ձեզ ասել, որ լինելու է։ Բայց նաև չի բացառվում, որ կարող է լինել։ Մենք չենք կարող դա բացառել, բայց չբացառելու համար հիմք չի, չբացառելը հիմք չի, որպեսզի մենք իմանացնենք եւ դա լուրջ քննարկենք։ Ես գիտեմ մեկ բան։ Ես նորից եմ ասում, ես տեղեկացված չեմ, որ մեկը տեղեկություն չի տալիս։ Ես փորձում եմ տրամաբանել։ Ես գիտեմ մեկ բան, այս պահին Հայաստանում որևէ հանրաքվե անցկացնելը կլինի դա ԵԱՏՄ մասով, ԵՄ-ի մասով, կլինի դա սահմանադրական հանրաքվե, չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերից։ Ես այդքանը գիտեմ։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն այդ հանրաքվեները գոնե մոտակա տարիների ընթացքում չեն անցկացվի։ Ես կարող եմ ձեզ այդքանը ասել։ Տրամաբանությունն է դա խոսում, իրենց դա պետք չի։ Սա լուրջ վտանգ է։ Իրենց իշխանության համար, երկրի ներքին կայունության համար։ Հիմա այդ ընդդիմությունը, ձեր նշած խորհրդարանում, իրենք նստած երազում են, երբ Սրփուհի Գալյանը դուրս կգա, կներկայացնի այդ կոնցեպտը սահմանադրական փոփոխությունների, այնտեղ նշված է լինելու, որ պրեամբուլան, հանվում է սահմանադրությունից, եւ իրենք դուրս են գալու խորհրդարանից դուրս եւ ասեն, տեսակ ժողովուրդ, ծախում են, հանձնում են։ Ոչ ասեք հանրաքվեին։ Ում է դա պետք։ Ես չեմ կարծում, որ դա պետք է իշխող մեծամասնությանը Նիկոլ Փաշինյանին կամ դա բխում է մեր երկրի շահերից եւ ամենակարևորը մեր երկրի քաղաքացիների շահերից։ Դրա համար ես կարծում եմ, որ դա չի լինելու։ Եթե դա լինելու է, ուրեմն նշանակում է մենք գործ ունենք հերթական իրացիոնալության քաղաքականություն դրսևորման հետ, որովհետև ռացիոնալիզմը մեզ թելադրում է չգնալ այդ ճանապարհով։ Շատ լավ, ամփոփելով մեր հարցազրույցը, մեկ հարց էլ տամ մեր երկրի ժողովրդավարական դիմագծի հետ կապված, օրերս տեսանք իրավապահ մարմինները տեսանյութ հրապարակեցին, թե ինչպես են ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն, Արգամ Աբրահամյանին, որը չի ընդունում մեղքը, նա մեղադրվում է սպանություն պատվիրելու համար եւ կալանավորվել է 2 ամսով, խնդրահարույց են համարում տեսանյութի հրապարակումը, նրա անձնական գործի հետ առնչվող անձնական այդ մանրամասների հրապարակումը, անգամ միտն է անդրադարձել։ Հիմա ժողովրդավարական դիմագծի առումով ինչ կարող եք ասել, սա որքանով է բխում մեր պետության շահերից, արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այստեղ չի գնում ընտրովի արդարադատության ճանապարհով
Այն որ Հայաստանում կա ընտրովի արդարադատություն, ես կարծում եմ հայտնի է բոլորին, ստե երկու կարծիք չի կարող լինել։ Եթե Հայաստանում չլիներ ընտրովի արդարադատություն, այսօր ճաղավանդակի ետևում կհայտնվեն ոչ թե միայն այն մարդիկ, որոնք հայտնվել են, այլ նրանց գործընկերները քաղաքական դաշտից, բիզնեսից, որովհետև շատ քչերն են Հայաստանում այդ մակարդակում, որ իրենց տակը կներեք կեղծ չկա։ Իշխանությունը գիտի այդ մասին, իրավապահները գիտեն այդ մասին, կարծում եմ այո։ Չի կարող այնպես լինել, որ Գագիկ Ծառուկյանի մասին իմանան, իսկ ինչ որ պայմանական Հայրապետյան կամ չգիտեմ Գրիգորյանի մասին չիմանան, հա, պայմանական ասեմ, ես չեմ ոչ մեկին թիրախավորեմ։ Այսինքն ընտրովի արդարադատությունը կա։ Եվ այն ռեպրեսիվ մեքենան, որը կա, օրենքի ռեպրեսիվ մեքենան, ինքը միանում է այն ժամանակ, երբ դա պետք է իշխանությանը։ Եվ դա պահանջում է քաղաքական կոնյունկտուրան։ Սա փաստ է։ Արդյոք դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք այս պահին քրեական գործերով հետապնդվում են, հա, օրենքի ուժով, անմեղ են։ Կարծում եմ, որ ոչ։ Ուղղակի մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Հիմա այդ չեմ ուզում արձական ասեմ, Աբրահամյան, հա։ Հովիկ Աբրահամյանի որդին։ Ես այսպես ասեմ ձեզ, չեմ կարծում, որ ինքը անմեղ է, եւ դրա համար հիմքեր ունեմ։ Բայց ես նաեւ վստահ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին չէր հետապնդվի, եթե դրա համար այս պահին քաղաքական կոնյունկտուրան հիմքեր չստեղծեր։ Ինչ-որ մի բան է տեղի ունեցել, որովհետեւ միջև այդ պարոն Աբրահամյանը իրեն շատ խելոք էր պահում, չէր երևում ոչ մի տեղ, իրեն ձեռք չէին տալի։ Եթե ձեռք են տալիս, ինչ-որ բան է տեղի ունեցել։ Դա երկրորդ հանգամանքը։ Հիմա երրորդը ժողովրդավարությունը Հայաստանում։ Ցավոք, ինչի են անընդհատ ասում, որ Եվրոպայում կա բյուրոկրատիա։ Ինչի են ասում, որ ամեն ինչ շատ դանդաղ է։ Ցավոք, ժողովրդավարությունը եւ գործընթացները, արագ գործընթացները շատ դեպքերում անհամատեղելի են։ Մենք միշտ ասում ենք, չէ՞, մենք ուզում ենք շուտ, թալանածը շուտ հետ բերեն, բոլորին նստեցնեն, մեղավորներին պատժեն, չէ՞։ Եվ դա արվում է բացառապես ժողովրդավարության ճանապարհով, բոլոր նորմերի, մարդու իրավունքների պահպանման։ Ես չեմ ասում դա լավ է, թե վատ է։ Ես ուղղակի փաստն եմ փորձում արձանագրեմ։ Դա շատ դանդաղ գործընթաց է լինում։ Նման շատ դեպքերում կա այդ աքսելերացիայի կարիք է առաջանում այսպիսի գործընթացների եւ այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, դա այդ աքսելերացիայի արտացոլումն է։ Ես նորից եմ ասում, ես գնահատական չեմ տալի դա լավ է թե վատ է, բայց մենք ունենք այն ինչ ունենք, դուք հարց եք տալիս, ես ասում եմ, մեր երկրում հիմա դա է կատարվում։ Մեր հանրությունը դա տեսնում է, ընկալում է, որ իսկապես ընտրովի արդարադատության հետ գործ ունենք եւ սա բոլորովին այն արդարադատությունը չէ, ինչ իրենք պատկերացնում էին կամ իրենք պահանջում էին։ Հիմնական հասարակության մասը միանշանակ դա անցալում է, եւ այն, որ չկա բողոքի ձայներ շատ, հա, այն, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, չեն ասում, բա ինչի եք այդպես անում, խոսում է այն մասին, որ ցավոք մենք այն վիճակում ենք, երբ մենք ստիպված ենք դա ընդունել։ Մենք ստիպված ենք ընդունել ընտրովի արդարադատությունը, որովհետև եթե դա չընդունենք, ընդհանրապես արդարադատություն չէինք ունենա։ Եկեք հիշենք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարիները, ես անձամբ իմ մաշկի վրա եմ զգացել այդ Սերժ Սարգսյանի դատավորների արդարադատությունը եւ մի քանի անգամ այդ մասին պոստեր եմ գրել Facebook-ում, որովհետեւ մեկին դա չի հետաքրքրել եւ հիմա չի հետաքրքրում։ Այնպես որ ընտրությունը այս պահին մեր հասարակության, ես դա ցավով եմ նշում, ընտրովի արդարադատության եւ արդարադատության բացակայության միջև է։ Մենք այս պահին ընտրել ենք ընտրովի արդարադատությունը եւ սա հասարակության մեծ մասն է ընդունել։ Ես տեսնում եմ դա։ Դա լավ է թե վատ, իհարկե վատ է, բայց մենք ունենք ինչ ունենք, դրանից լավ իրավիճակ այս պահին չունենք։ Ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում քաղաքացիական պայմանագիրը, մեր քննչական մարմինները, դատարանները, իշխանությունը, դատական օրենսդրական իշխանությունը կլինեն ավելի հետևողական եւ կպատժեն բոլոր այն մարդկանց, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենքները, յուրացրել են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ունեցվածքը, թալանել են, գողացել են եւ այլն։ Այդ դեպքում մենք միգուցե մի օր հույս կունենանք, որ կարող ենք արդեն արձանագրել, որ Հայաստանում արդարադատությունը ոչ թե ընտրովի է, այլ իրական։
Եվ հանրությունը ստիպված չի լինի հերթական անգամ փողոց դուրս գալու եւ այսպես ասած հեղափոխություն իրականացնել։ Հուսամ, որ այդպես կլինի, որովհետեւ դուք շատ լավ ճիշտ նշեցիք, որ 2008-ին 2018-ին կներեք հիմնական շարժառիթը, որ հասարակության գիտակցող մասը դուրս եկավ փողոց, դա արդարադատության ծառավն էր։ Մենք ծառավ էինք, որովհետև երկար տարիներ մենք չենք տեսել դա ընդհանրապես։ Հիմա մասնակի ենք տեսնում։ Այն ժամանակ ընդհանրապես չենք տեսել։ Եվ ես հուսով եմ, որ այս մասնակին կդառնա լիարժեք արդարադատություն, ինչը թույլ կտա խուսափել այսպիսի սցենարներից հետագայում։ Ես անձամբ չեմ ուզի այդպիսի բան տեսնեմ, որովհետև դա ցնցում է լինելու երկրի համար, իսկ երկիրը լավ թե վատ հիմա առաջ է շարժվում, նորից վերադառնանք մեր զրույցի սկզբնամասին, կամ ավելի ճիշտ մեջտեղին, եւ ես հուսով եմ, որ այս գործընթացները կշարունակվեն տնտեսական զարգացման, իսկ արդարադատությունը միանշանակ այդ ամենի մի մասնիկն է եւ նա անհրաժեշտ պայման է մեզ բոլորիս համար եւ մեր համար որպես հասարակության եւ երկրի զարգացման համար։